Հունաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունն առաջ մղելու Հայաստանի ջանքերին։ Հույս ունեմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի ի շահ տարածաշրջանի ժողովուրդների, ասել է Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը։ Պետական այցով Հունաստանում գտնվող Խաչատուրյանը ներկայացրել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի ընձեռած հնարավորություններն ու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Հունաստանի գործընկերոջ հետ առանձնազրույցում Հայաստանի նախագահը նշել է. Մեր հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել, բոլոր բնագավառներում քաղաքական, մշակութային, գիտական, կրթական, վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության համար դժվար տարիներ էին, բայց շնորհիվ հստակ քաղաքական դիրքորոշման եւ պետականության նկատմամբ պատասխանատվության գործող իշխանությունը, կառավարությունը, քաղաքական թիմը կարողացան հաղթահարել այդ դժվարությունները նաեւ շնորհիվ մեր բարեկամ երկրների աջակցության։ Ձեր ներկայությունն այստեղ վերահաստատում է մեր երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, որոնք հիմնված են մեր երկրների միջև առկա սերտ պատմական, կրոնական եւ մշակութային կապերի, ինչպես նաեւ մեր ժողովուրդների միջև առկա անկախտելի բարեկամության վրա։ Ձեր այցը նաեւ արտացոլում է մեր համատեղ կամքը առավել խորացնելու գործակցությունը բոլոր ոլորտներում։ Առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Կողմերը հանգամանալից անդրադարձել են տարբեր ոլորտներում առկա փոխգործակցության ներուժի լիարժեք իրացման հնարավորություններին, քննարկվել են տնտեսական կապերի ակտիվացման, ներդրումային միջավայրի խթանման, գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի ձևավորման եւ համատեղ ծրագրերի իրականացման հարցեր։ Կարևորվել է նաեւ ռազմաուսումնական համագործակցության շարունակականությունն ու դրա հետագա զարգացումը։ Կողմերն ընդգծել են միջազգային կառույցներում, այդ թվում Եվրամիությունում, Եվրախորհրդում, ՄԱԿ-ում եւ այլ բազմակողմ հարթակներում արդյունավետ փոխգործակցության նշանակությունը, հիմնված ընդհանուր արժեքների եւ փոխադարձ աջակցության վրա։ Երկու երկրների նախագահները միմյանց պարգևատրել են շքանշաններով։ Հունաստանի նախագահը Հայաստանի նախագահին հանձնել է հիշատակի մեծ խաչ շքանշան, իսկ Հայաստանի նախագահը նրան պարգևատրել է փառքի շքանշանով։ Վահագն Խաչատուրյանի այցի օրակարգում բազմավոլորտ գործակցության զարգացմանն ուղղված հարցեր են՝ անվտանգություն, տնտեսություն, առևտրաշրջանառություն, տեխնոլոգիական ոլորտ, գիտություն, կրթություն։ Մասնավորապես տեխնոլոգիական ոլորտում Հայաստան-Հունաստան գործակցությանը նոր շունչ հաղորդելու նպատակով փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը եւ Հունաստանի թվային կառավարման նախարարի առաջին տեղակալ Խրիստոս Տերմենցոպոուլոսը։ Հունաստանի նախագահի անունից պաշտոնական ճաշ է տրվել, ի պատիվ Հայաստանի Հանրապետության նախագահի։ Մեր երկրների միջև գոյություն ունեցող փոխադարձ հարգանքն ու վստահությունը ստեղծում են ամուր հիմք համագործակցությունը նոր ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու համար։ Հատկապես կարևոր եմ համարում տնտեսական կապերի խորացումը, ներդրումային ծրագրերի խթանումը, նորարարության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փորձի փոխանակումը։ Հայաստանը շահագրգռված է Հունաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ նաեւ արդարադատության, էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում, միշտ տարածաշրջանային փոխկապակցության նախագծերի շրջանակներում։ Մեր երկրները իրենց տարածաշրջաններում կայունության եւ խաղաղության ջատագովներ են։ Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հետևողական աջակցությունը Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ամրապնդմանն ու միջազգային իրավունքի գերակայությանը, հավելել է Խաչատուրյանը։ Համոզված ենք, որ երկխոսությունը, փոխադարձ հարգանքը եւ համագործակցությունը տարածաշրջանային անվտանգությունն ամրապնդելու լավագույն ճանապարհն են։ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի պաշտոնակցին հրավիրել է Հայաստան։ Պետական այցով Հունաստանում գտնվող Հայաստանի նախագահն այցելել է նաև անհայտ զինվորի հուշահամալիր։ Խաչատուրյանի անունից ծաղկեպսակ է դրվել հավերժական կրակի մոտ։ Աննա Զախարյան, լուրեր։